Մենք կարող ենք հիմա պնդել, որ շումերները հայեր են, եթե ասում ենք, որ շումերները հայերեն է, թե չենք կարող նման բան ասել։ Ես միշտ այդ հարցին նույն կերպ եմ պատասխանում։ Ես չեմ ասում շումերները հայեր են։ Ես ասում եմ այս լեզուն, որը այսօր գիտությունը անվանում է շումերեն, այս լեզուն հայերեն է։ Թե այդ մարդիկ ինչ ազգային ինքնագիտակցություն են ունեցել, կարող է բայց իրանք հայերեն են խոսել այդ հաստատ, այս սա հայերեն է, իմ ասածը դա է, բայց հայերեն խոսող ամեն մարդ չի, որ հայը իր ազգային ինքնագիտակցության։ Ես միշտ նույն օրինակն եմ բերում, ասում եմ ինձ համար, եթե Մաշտոցը, Կոմիտասը, Թումանյանը, Նարեկացին, Եղիշեն, դրանք եթե չկան, դրանցով եմ ես հայ։ Ես վերջերս Նատալիա Չեռնիգովսկայի հարցումներից մեկն է լսում, Ռուսաստանի ամենահայտնի գիտնականներից է, նյարդաբան, ասում էր, օրինակ, ինձ ինքն էր ասում, սարսափելի հետաքրքիր է շումերների մասին ինչ-որ բան իմանալ։ Ինձ հետաքրքիր է։ Ինքը խոսում էր գիտելիք սովորել, բաներ։ Ես չգիտեմ ինչի, բայց հիմա ես ուզում եմ շատ բաներ իմանալ, օրինակ, շումերների ցիվիլիզացիայի մասին։ Ես չգիտեմ, հայկական միջավայրում մարդ կա, որ իր այդ անձնական շփումներ ունի։ Ուղղակի իրեն ասել, Նատալիա Չեռնիգովսկայա, այդ շումերերինը դա հայերեն։ Այդ շումերական ցիվիլիզացիան դա հայկական ցիվիլիզացիա է։ Ու դա ապացուցված փաստ է։ Ես ինչի սրա համար ասեցի։ Եթե մենք հիմա այս ամեն ինչին տեղ չկանգնենք, այ ինչպես փախլավային, այնպես է շումերների ժառանգությանը հայտ կներկայացնեն Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ փախլավան սեփական աշնորհելու համար։ Իսկ ինչ է կարծում Հայաստանից արձագանք լինելու շումերենի կամ ընդհանրապես փախլավայի կամ ցանկացած բանի համար, որոնց համար հայտ է ներկայացնում Ադրբեջանն ու Թուրքիան։ Նիկոլի Հայաստանից հաստատ չէ։ Հաստատ չէ։ Ինչ է նշանակում շումերենը, դա հայերենը։ Նշանակում է մեր բեռը ավելի ծանրացավ, ընկերներ։ Մեր բեռը ավելի ծանրացավ։ Իբր այս պատմական ժառանգությունը քիչ է, հիմա է շումերականը ավելացավ այս մեր փխրուն ուսերին։ Ես չգիտեմ, ոնց օրինակ, երբ որ ես այս բան եմ լսում, իմ տրամադրությունը ընկնում է։ Ես չեմ ասում, այդ ժառանգության տերն եմ, չէ, ես ասում եմ, ես այս ժառանգության տերն եմ, ես ինչ պետք է անեմ, որ սա տակից դուրս գամ։ Էն էլ այս կարգավիճակից, բա ես լինեմ շումերական ժառանգության տերը ու լինեմ այս կարգավիճակից։ Բայց մյուս կողմներ կա։ Մարդու վարքագիծը պահելաձևը պետք է փոխվի։ Ու սկսի հետ նայել, ասի, հələ մի վարքյան, բա ես լինեմ այս ամեն ինչի ժառանգորից։ Ու այս վիճակի լինեմ, բայց ինձ համար անդրուժելի է։ Ամոթ չի։ Հիշում եք Խաթաբալադայի մեջ։ Այն Մոցարտը, որ ասում է Սալիերի, ասում է, բա ամոթ չի, եկել են բան, էլի, գարեջրատուն, ասում է, չէ, Մոցարտ ջան, նստի, ամոթ չի, չէ, ասում է, Սալիերի, բա չեն ասի, Մոցարտը էսում հետ է եկել գարեջրատուն, պանդոկ, հիմա այդ եմ ասում, էլի, բա ամոթ չի, չեն ասել, այս ժառանգության տեր ազգի վարչապետը ով է, կասեն չէ, բայց դա օբյեկտիվ իրականությունն է, չէ, բայց մենք ոնց ենք հասել այդտեղ, ոնց ենք թույլ տվել, որ դա իրականանա մեզ, այդ ինչքան ենք հեռացել, մենք չենք հեռացել, մենք փախել ենք մեր իրական ձևից, տեսքից, կեցվածքից, նշանակությունից։ Ինձ ասում են ինչ անենք, միշտ հարցում են, բա մենք ինչ անենք, մի հատ սա կարդանք էլի։ Ասում է աղոթքը, ասում է դատարկ խոսակցություն չի, խոսքեր չի։ Դա ասում ամենամեծ
ֆորման է էներգիայի, հա, որը այդ էներգիան կարողանում է ձևավորի մարդուն, ասում է այդ ուժը այնքան ռեալ է, ինչքան երկրի ձգողական ուժը։ Հիմա բա մենք չօգտագործենք այս ուժը։ Սա, որ ասում է աղոթք, սա ցանկության մասին է։ Սա անկեղծ խոսքի մասին է։ Ամեն մեկը տարբեր ձև է հասկանում ինչ է նշանակում աղոթքը։ Աղոթքը, հա, բայց ի սրտե, ասում եմ, իր խորոց սրտի խոսք Աստծո, իր խորոց սրտի խոսքից ցանկացած անկեղծ խոսք դա արդեն աղոթք է։ Ցանկացած ցանկություն սրտի խոսքից դա արդեն աղոթք է։ Ու դա այն էներգիան է, որ կարողանում է մարդ ստեղծել, մարդ քանդել, ճակատագիր ստեղծել, ճակատագիր քանդել։ Ինքը այդքան հզորություն ունի։ Իսկ մասսայական ցանկությունը դա կարող է երկրաշարժներ ստեղծել, նույնիսկ ցունամիներ, մակընթացություններ։ Այդտենց էներգիա կարող ենք ստեղծել։ Այսքան ինչ եմ ասում։ Եթե մենք, ասում ենք, ինչ անենք։ Եթե մենք մի քանի տասնյակ հայերս ի սրտե ուզենանք այն ինչ որ մենք խոսքի մակարդակի վրա ուզում ենք, ու սկսենք այդ ուղղությամբ աշխատանքներ կատարել, ինքնաբերաբար աշնանից առաջ կքանդվի Ադրբեջանը, կքանդվի Թուրքիան, կվերականգնվի Հայաստանը։ Ինքնաբերաբար։ Մենակ մի բանի շնորհիվ, եթե մենք սկսենք ի սրտե ուղղակի ուզել են, ինչ որ մենք ասում ենք, մենք ուզում ենք, ու աշխատել այդ ուղղությամբ, որ այդ էներգիան փոխակերպվի ռեալ գործողությունների։ Ու վերջ։ Կլինի այն ինչի մասին մենք դες երազում ենք։ Հակառակ դեպքում կարելի է ասել, որ ոչ մի պարագայում հնարավոր չի, որ բորդուրին քարերի արանքում կակաճաճի։ Սա ցույց է տալու, որ կարա աճի։ Եթե դու դրան հավատում ես, կարա աճի։ Այս է փաստը։ Իսկ մենք միանգամից ասում ենք, դե չի կարա լինի։ Դե լավ, արդեն էլ ինչ անենք, հենա ռուսը ծախել է, թուրքը առել է, սրան ծախել են, դե ժողովուրդը թափելու բան։ Գիտեք ինչի։ Որովհետև են ակցենտ էր, որովհետև Աստծո ասած այն մանանեխի հատիկի չափ հավատք մեկները չի մնացել, որ սա հնարավոր է, այս ծաղիկը հնարավոր է էլի։ Արա հենա կա էլի։ Այն երկիրը Հայաստան որ մնացել է, էդ էլ է հնարավոր, ինքը ոչ մի պարագայում պետքա չլիներ։ Հնարավոր է։ Ով կասկածում է, ով շատ է նեղվածանում։ Ես հիշում եք մի անգամ ասեցի, որ շատ նեղեմ անգնում, ես հայացքը գալիս է աչքիս առաջ։ Նայեմ ասում է, բանես կտե ներվելու։ Ասում է, սիրեցեք զիրար, շատ սիրեցեք, որպեսի ապրեք։ Հենց մեզանից որևէ մեկը նեղված կլինի շատ։ Թող հիշի ես նեղ, թող հիշի ես ժպիտը։ Ամեն ինչ անցողիկ, սիրով, աղոթքով, ներսի, ի խորոց սրտի, այդ նադեկացի խոսքերն է, ի խորոց սրտի ցանկություններով, գործի վերածելով, ամեն ինչ հնարավոր է, այս էլ փաստ է, հնարավոր։ Այդպես մեկը կարողացել էր կակտուսին փշած զերծեր, այդպես, ի խորոց սրտի, խոսք ասելով, կակտուսը փշերից հրաժարվել էր, ու այդ կակտուսը միջև հիմա կա, ինքը աճում է, էլ փուշ չի տալի, փշերը թափվել ավեց։ Մանանեխի չափ, հավատ, սա էր կարել է շուրջ։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։